Ես սիրում եմ, ես ապրում, ես ափսոսում եմ, ես հպարտանում եմ, ես կարող եմ, ես արտասվում եմ, ես չեմ ների։ Ես կուզեի դառնալ ես պետք է եսը շարունակել, գուցե սկզբի համար դժվար է, բայց անհնարին չէ, այսինքն ես ով եմ։ Ես ծնվել եմ Երևանում և փորձում եմ չմեծանալ։ Հրաշալի, ես սիրում եմ։ Հետաքրքիր մարդկանց, կյանքը։ Ես չեմ սիրում։ Ավելուկ։ Միթե կարելի է ավելուկ չսիրել։ Տապակած սոխով, նռան հատիկներով, մանրացրած ընկույզով հունական։ Ինձ թվում է սերը պետք է չափավոր լինի և ավելուկը արդեն իսկ վայելում է բավականին սեր, ես կարամ առանց ինձ յոլա կգնա էլի։ Ես ատում եմ։ Կեղծիքը Ինչ չափի։ Ատելության ամենաբարձր մակարդակի ու կեղծիքը ոչ թե իրա Կեղծիքը թե սուտը։ Կեղծիքը, հենց կեղծիքը ոչ թե սուտը, որովհետև կեղծիքը ավելի առօրյա և անընդհատ հանդիպող երևույթ է։ Ես հիանում եմ։ Սաթե Վարդգեսի Հովեյանով իմ աղջկանով։ Ես հասկանում եմ, որ դուստրը անմիջական շարունակություն է, բայց հենց որպես դուստր, թե Որպես երևույթ։ Որպես երևույթ, որովհետև ամենահետաքրքիր հարցերը, առաջարկները և մտքերը լսում եմ վերջին ժամանակները հենց իրանից։ Ես վախենում եմ։ Մենակությունից, շատ եմ վախենում մենակությունից, որովհետև շատ սոցիալ մարդ եմ։ Ես ուզում եմ։ Ես ուզում եմ մարդկանց դեմքին ավելի շատ ժպիտ տեսնել։ Ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում այդ մարդկանց նամրոտ դեմքերը անընդհատ տեսնել։ Բայց շատ են երևի։ Հա, ես ավելի շատ ես ուզում եմ ոչ թե ինչ-որ մի հատ բանի մասին է, այլ ես ցանկանում եմ մարդիկ սովորեն իրենց էմոցիաները արտահայտել և իրար լավը ասել և փոխանցել։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Ես ափսոսում եմ։ Ավելի վատնած ժամանակի համար։ Ես գտնում եմ, որ մարդը կարա լինի անգամներ ավելի էֆեկտիվ ճիշտ պլանավորման դեպքում և ես շատ եմ ափսոսում ավելորդ ծախսած ժամանակից։ Ես կարող եմ։ Անել են ինչ ուզեմ, եթե շատ ուզեմ, կարող եմ, կաշխատեմ և կկարողանամ։ Ես հավատում եմ։ Չկա սահման։ Եթե անկեղծ ինչ-որ բան ցանկանալ, կարելի է միշտ գտնել էներգիա, ժամանակ, ցանկություն և հնարավորություն, որպեսզի դրան հասնել։ Իսկ դրա կողքը ես չեմ կարող, որ ի սկզբանե գիտեմ չեմ կարող։ Ես չեմ կարող թողնել, որ հիասթափությունը որևէ բանում երկար ինձ իրանով զբաղացնի։ Իսկ չեք կարող սիմֆոնիա գրել։ Այս պահի դրությամբ կարծում եմ սիմֆոնիա հենց կոնկրետ չեմ կարող գրել, բայց որոշ բաներ ստացվել է։ Ես ափսոսում եմ։ Ես ափսոսում եմ, երբ որ ինչ-ինչ պատճառով կարող է ինչ-որ մարդկանց նեղացնեմ, ես չեմ սիրում մարդկանց նեղացնել։ Բայց հիշում եք, հա, որ նման բան։ Հետո մտածում եմ, ես սովորաբար մարդը վերլուծող էակ է, պետք է հետո վերլուծի իր արարքները եւ ասածները եւ հիմնականում իմ մոտ ափսոսանք է առաջացնում, այն որ ինչ-որ դրվագներում կարող է ինչ-որ մեկին նեղացնեմ նույնիսկ արդարացիորեն։ Ինձ թվում է հիմա շատ կարևոր պահ է գալիս։ Ես հպարտանում եմ։ Ես հպարտանում եմ իմ ընտանիքով, ես հպարտանում եմ իմ ընկերներով, ես հպարտանում եմ մարդկանցով, ովքեր ինձ շրջապատում են։ Ես փորձում եմ հպարտանալ ամեն մարդով, ով որ փորձում է անել ինչ-որ լավ բան, թեկուզ իր պատկերացմամբ լավ բան, բայց փորձում է ինչ-որ դրական արժեք ստեղծել։ Ես կուզեի դառնալ հոգեբան, ես ինչ-որ չգիտեմ ինչի շատ վաղ տարիքից տարվեցի որ տեսնում եք գալի պարկում են կանայք դա երևի թե մասնագիտության դրական կողմներից էր, հա, բայց ես ավելի շատ հետաքրքրվում եմ ինչ-որ հոգեբան գրքեր էի կարդում անվերջ եւ այլն, բայց ես բախտ ունեցա եւ ես զբաղվում եմ մասնագիտությամբ, որը որ շատ մոտ է հոգեբանությանը, ես աշխատում եմ մարդկանց հետ
մարքեթինգը ընդհանրապես ես գտնում եմ, որ իր մեջ ունի շատ մեծ հոգեբանության կոմպոնենտ, քանի որ դու աշխատում ես վերջնական սպառողների հետ։ Ես կուզեի ճաշել ընտրեք ցանկացած ժամանակաշրջան, ՄԹԱ, մեր թվարկություն, ներկա օրեր։ Հավանաբար կուզեի ճաշել Կոստան Զարյանի հետ։ Այո։ Կուզեի ճաշել Ռիկ Ռուբինի հետ։ Ով է։ Ռիկ Ռուբինը շատ հայտնի եւ շատ մեծ ավանդ ունեցող պրոդյուսեր է երաժշտական, ով որ էս ներկայիս երաժշտական շատ լուրջ խմբերի ոնց որ հիմքում կանգնած է եղել իր միտքը։ Նաեւ կուզեի ճաշել երևի Ջոն Լենոնի հետ, բայց առանց Յոկո։ Առանց Յոկո։ Սահուն շարունակություն։ Ինձ համար կինը կատարյալ էակ է, միանշանակ։ չի կարող պատահել։ Ես տենց եմ։ Բայց դեպքում Յոկոյի ինչի հանեցիք ճաշից։ Յոկոյի հետ առանձին է պետք ճաշել։ Յոկոն եւ Լենոնը իրանք իրար հետ իրար ավելի շատ խանգարում էին ինձ թվում, քան թե օգնում էին։ Դրա ապացույցը անցած տարվա ռելիզն էր Beatles-ի երբեք ռելիզ չարած երգի, որը որ հենց Յոկոն օգնեց, որ դա տեղի ունենա նաեւ։ Դրա համար մի հատ առանձին Լենոնի հետ կճաշեք, ուղղակի 3 հատի հաշվարկով էի ասում։ Բայց չմոռանանք կնոջ թեման, կինը ինձ համար կատարելություն, ուրիշ։ Դրա համար կատարելությունից ավել որևէ բան ինձ թվում է չի կարելի ասել, դա կատարելություն, այո, կատարելությունը, իր ամեն անկատարյալով կատարելությունը։ Այսինքն անքննելի է նա, հա։ Մինչև մի հատ սահման միշտ քննելի է, բայց ինչ որ մի հատ պահից դա ոնց որ ասում եմ մաթեմատիկան ամենաբարձր մակարդակներում մոտիկանում է թեոլոգիային, հա, նմանատիպ ինչ որ պետք փիլիսոփայական երևույթ է կինը։ Ես երազում եմ։ Ես երազում եմ, որ մարդիկ իրանց առօրյայում իրենց երջանիկ զգան, որովհետև իմ կարծիքով շատ չար եւ վատ բաների հիմքը անկատարյալ առօրյան է։ Այսինքն մարդը տխուր է իր կենցաղում, տխուր է իր աշխատավայրում, տխուր է փողոցում, քայլելուց տեղից դեպի ակետից դեպի մյուս կետը եւ այդ իսկ պատճառով տեղի են ունենում որոշակի ոչ այդքան դրական բաներ, հա։ Եվ ես կուզեմ, ես կերազեմ, որ մարդիկ լինեն այդ ամենում բավարարված եւ երջանիկ։ Ընդհանուր առմամբ ճաշից բացի ընդհանուր մնացած բանը շատ ընդհանուր էր, բայց հիմա կարծում եմ հստակություն է պահանջում։ Ես չեմ մոռանա։ Ես չեմ մոռանա յուրաքանչյուր լավություն։ Ես չեմ մոռանա մարդկանց արած դրական քայլերը։ Իսկ առաջին համբույր։ Առաջին համբույրը նույնպես թե լավություն էր էլի այդ պահին կարելի է այդպես մեկնաբանել, չէ, առաջին համբույրը իհարկե չես մոռանա եւ բայց չես մոռանա լավություն, չէ, ես չեմ մոռանա օրինակի համար իմ տատիկների, իմ պապիկների պատմությունները, իրենց կենցաղի, իրենց մանկության մասին, որովհետեւ դա իրոք շատ հետաքրքիր է դրանով, ես շատ բան եմ բացահայտել իմ կյանքում, թե մենք ով ենք եւ որտեղ ենք հիմա։ Այսինքն դա հեքիաթ չէ, դա իրական պատմություններ էին, այո։ Այո, թե ոնց էին իրանք սպասում օրինակի համար տարվա առաջին ելակի բերքին, հա, այսինքն մի ժամանակում, երբ որ մենք ունենք հասանելիություն ամեն ինչին, 12 ամիս, ինչ որ փոքր բաների կարևորությունը անհետացել է, ու այդ նուբար ասած պատմությունը, դա առաջին եկավ ուղղակի այս պահին մտքիս, այդ պատմությունները ավելի հեշտացնում են մեր ուղին մեզ հասկանալու ճանապարհը։ Ես չեմ ների։ Երևի թե ես չեմ ների ոչ լոյալությունը, ես չեմ ների կեղծավորությունը, երևի թե տենց ճիշտ է ասել, հայ լոյալ բառը չեմ կարող ասել թե հայերեն ամբողջովին ոնց է թարգմանվում, բայց ես սիրում եմ շատ լոյալ մարդկանց եւ ոչ լոյալությունը ես չեմ ներում։ Դա հիմա շիտակ ասեք։ Ես ստել եմ։ Ես ստել եմ, ինձ թվում է բոլորը ստել են, այո։ Ես ստել եմ, երբ որ ասել եմ, որ գնում եմ դպրոց,
եւ ամիսներ շարունակ բաց էի թողում դասերը, մինչեւ չբռնվեցի եւ դա ամենաանմեղ ստերից էր, որ ես երբևէ ստել եմ։ Ես արտասվել եմ։ Ես արտասվել եմ վերջերս համերգի ժամանակ, երբ որ երգում էին երգ Մայկովսկիի «Պիսմո Լիլիչկե» ստեղծագործության հիման վրա։ Ձայնով չէ։ Բայց այո, արդյունքներ հայտնվեցին աչքերից։ Ես կարոտում եմ։ Ես կարոտում եմ իմ մանկությունը, իմ մանկության Երևանը իր բոլոր լավ ու վատ կողմերով, քիչ մեքենաներով, դեռևս ոչ այդքան ֆանտաստիկ եւ ուրախ Սարյան փողոցով, ավելի բարդ եւ դժվար կյանք ունեցող մեծերով, բայց որտեղ Մենակ չասեք տրամվային եմ կարոտում։ Տրամվային եմ կարոտում։ Ես հիշում եմ, երբ որ մենք փորձում էինք վերցնել այն տրամվայի հաջողակ տոմսը, որտեղ որ 3 եւ 3 թիվը, որոնք պետքա գումարվեին եւ լինեին հավասար, այդ շատ լավ զգացում էր։ Ես կարոտում եմ շուկա գնալը իմ ծնողների հետ, ինչ որ տենց շաբաթ կիրակի, որ ձեռիցդ բռնում տանում էին շուկա ու դու տես չէիր հասկանում նախ դու ինչ ես անում այդտեղ ինչի են այդ մարդիկ իրենց տանջում այո իհարկե այդ շուկայում այդ ապրանք առնելը կշռելը պայմանավորվելը երբ որ նոր տարին դա մեծ աշխատանք էր եւ կոլեկտիվ աշխատանք էր երբ որ ընտանիքները հավաքվում իրար հետ ինչ որ բաներ էին պատրաստում ես կարոտում եմ այդ པարզ մարդկային շփումը որը որ ժամանակին շատ ավելի շատ էր քան հիմա բայց դա համընդհանուր է մեծ քաղաք նոր Երևանը շատ մոնո երևանցիներով էր հիմա ինքը շատ տարբեր նույնիսկ բազմազգ քաղաքի հավակնություն ունի այո բայց ինձ թվում է հենց դրանից էլ ես բախտ եմ ունեցել լինեմ մեծ քաղաքներում մարդիկ դժբախտ են դրանից կարող է շատ ավելի հարմար է ամեն ինչ բայց ինչ որ sense մի հա աղ պակասում է մի բան պակասում է ու ինձ թվում է որ այդ մի բանը հենց այդ շփումն է որը որ ժամանակին եղել է, հա։ Ես ամաչել եմ։ Ես ամաչել եմ նախորդ օրվա գինարբուկի արդյունքում, հա, ասված եւ չասված նաև բաներից արած եւ չարած կարևոր է միշտ նշել որ այդ երկուսի բալանսի մեջ է իդեալական գինարբուկը տեղի ունենում դրանից ամաչել եմ եղել է 3 բառով նույնիսկ դժվար է շարունակել, բայց փորձենք 13 բառով։ Կյանքը եւ բազմակետ։ Կյանքը ընթացք է։ Բնականաբար։ Կյանքը ուղի է։ Անշուշտ։ Կյանքը սեր է։ Լավ։ Եվ նույնքան ատելություն։ Կյանքը սխալներ են։ Եվ երևի թե սխալների հաջորդականությունն է, որը որ ամենաառաջին տեղում կարելի է նշել, որովհետև դա կյանքի ամենաբաղկացուցիչ եւ հետաքրքիր մասը դա սխալներն են նաեւ։ Բայց դասերը այ հենց սխալները եթե չլինեն դասերը չեն լինի, որովհետև դասերը սովորաբար քաղվում են ուրիշի սխալներից։ Ինձ թվում է որ դա ինչ որ այդ բարի նախանձ շարքից արտահայտություն է, հա, ինքը ինչ որ տենց շատ կլիշե Դրանց Գաբրիել Գարսիա Մարկես կարդացած եւ տակը մնացած մարդկանց համար է, էլի։ Կյանքը սխալների հաջորդականություն է։ Դա հստակ ու սխալների, որոնք պետք է արվեն։ Եվ որպես այդպիսի պրպտուն շարունակություն ընդհանրապես պետք է մի քանի թիվ ավելացնել Ինձ անհրաժեշտ է այսքան գումար։ Երևի թե առաջին մտքից է գալի պետական պարտքն է, երկրի ես չգիտեմ ինչքան է այս պայդրությամբ, բայց ես կուզեի որ դա փակվեր, հա, անկախ նրանից դա ուղղակի ներգործություն իմ վրա այս պայն ունի թե չէ, ես երեք դες մտածում եմ տենաս ինչքան է դարել մեր պետական պարտքը, երևի թե դա կասեի, չգիտեմ ինչքան է, ճիշտ ասած վերջին տվյալներով, հա, թող դա որ փակվի, ինձ ինչ անհրաժեշտ է ես կաշխատեմ, ես թվում է
Ես 20 տարի հետո Ես 20 տարի հետո կուզեմ մնալ նույնքան հետաքրքրասեր, ինչքան հիմա եմ, որովհետև ինձ թվում է, որ հետաքրքրասիրության եւ հետաքրքրասեր լինելու մեջ շատ մոտիվացիա կա։ Դու անընդհատ գտնվում ես, դու անընդհատ ուզում ես բան իմանաս, բան անես, տեսնես ինչա տեղի ունենում եւ այլն, եւ դա ինչ որ ասես ընդհանուր դրայվ է ստեղծում, ու մարդիկ ընդհանրապես խոսում են, որ դե գիտես, դե մենք մեծած, դե մենք լրջացանք, դե մենք աշխատեցինք, դե մենք հասանք, մենք փոխվեցինք եւ այլն, եւ առաջին եսը, որ ես ասացի, որ ես չեմ ուզում մեծանալ, հենց վերաբերվում է դրան, որ ես չեմ ուզում, որ այն հիմնական բաները դա կլինի հետաքրքրասիրությունը, դա կլինի ցանկությունը ինչ որ նոր բաներ անել, տեսնել, փորձել, ստեղծել եւ այլն, դա չկորի։ Բայց կարելի է մեծանալ, չէ՞, ոչ թե ֆիզիկապես մնալ նույնը։ Ֆիզիկապես դե ցավոք սրտի մենք չենք կարող կանխել։ Փնտրում են մարդկությունը միշտ ինչ որ ցավոք սրտի չենք կարող կանգնեցնել ժամանակը, բայց ես նաև վստահ եմ, որ երբ որ դու հոգին եւ միտքը մնում են երիտասարդ եւ դու մնում ես հետաքրքրված ինչ որ արժեք ստեղծելու մեջ, դու ֆիզիկապես էլ ես մնում երիտասարդ, քանի որ չես հասցնում ծերանալ։ Եվս մի թիվ է պետք ավելացնել, բացի այն պետական պարտքը փակելու։ Փակել ենք, բայց դե եթե ցանկությունը կա, ուրեմն կփակվի։ Ես կուզեի ապրել քանի տարի։ Հնարավորինս երկար։ Ինչքան թիվ է պետք։ Հեսա մեծ հաշվում է, եթե հիմա մենք գտնում ենք արհեստական բանականության ժամանակաշրջանում նոր մինչև ռոբոտները արդեն վերջնականապես գան եւ սկսեն մեզ գրավել, երևի թե ես կուզեի ապրել 110, 120 տարի։ Ինչ որ տարօրինակ զուգադիպությամբ վերջերս ամենաերկարակյաց մարդը 115 տարեկան կարծեմ մահացավ։ Հա, ողորմի եւ նաեւ շատ զուտ մնալով տրամաբանության շրջանակում ինձ թվում է հնարավոր է դու կախված է ապրելա ոճից եւ մնացածից, բայց ես կուզեի ապրել, որ տեսնել ինչ է լինում, դա էլ է հետաքրքրասիրության բանն է, էլի։ Հետո այնք 110 տարի ապրելու դեպքում կլինի 2100 թվականը սիրուն թիվ է, այդ ժամանակ կարելի է անել։ Եվ վերջին գինարբուկը կազմակերպել։ Վերջին լրջագույն գինարբուկը, լավագույն գինով, այո, հայկական անպայման պետքա։ Բոլոր 110 տարեկաններով մի քանի հա։ Ու մոռանալով քանի սերունդ քո շարավիղներն են արդեն։ Այո, հաշվարկը կորցնելով։ Ով է ձեր հարևանը։ Իմ հարևանը յուրաքանչյուր ոք է, ով առավոտը իրար լավորը ցանկանում։ Հա, այսինքն կոնկրետ հարևանի չեք ճանաչում։ Չէ, ճանաչում եմ իմ հարևաններին եւ բայց նույնիսկ եթե մարդը իմ հարևանը չի, ինքը մեր շենքի ունեք անվտանգության աշխատողն է կամ ներքևի խանութի պահակը կամ չգիտեմ դրամարկղի աշխատողը յուրաքանչյուր մարդ կամ դիմացի պոլիկլինիկայի բուժքույրը, երբ որ տեսնում է քեզ առավոտյան եւ մաղթում է քեզ լավ օր, այդ մարդը իմ հարևանն է։ Իդեպ, խոսելով գինարբուկից, 111-ի գինին է նույնիսկ որոշված, մենք Կարա Սարենի սիրենի ենք խմելու, պատկերացնում եք, թե այդ ժամանակ ինչ հետաքրքիր աստիճանի հասած կլինի։ Այո։ Շնորհակալություն եսում հյուրընկալվելու համար ու որպես ուրախ վերջաբան մեր գլխավոր հովանավորը Կոնվերսբանկը հատուկ ուսումնասիրելով ձեր տեսակը, էությունը, որոնողական պրպտուն միտքը արտիստ Տիգրան Համաբալշյանի օգնությամբ ձեզ են նվիրում այս միակ գոյություն ունեցող աշխարհի երեսին ստեղծագործությունը եւ նաեւ չմոռանաք, որ ընդամենը 4 րոպեում դուք կարող եք դառնալ նաեւ Կոնվերսբանկի հաճախորդ։ Ես ավելին ասեմ, ես արդեն շատ երկար ժամանակ է ինչ Կոնվերսբանկի հավատարիմ հաճախորդ եմ։ Բայց այնտեղ մի հատ կետ կա, պրեմիում հաճախորդ։ Դա կարող եք դառնալ 4 րոպեում։ Շատ լավ։ Կոնվերսբանկի Visa, Platinum, Signature, Infinity քարտապաներին հասանելի է կոնսերժ ծառայությունը։